Բարի երեկո սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ։ Մի շատ հետաքրքիր բան եմ ձեզ ասում, 2 օրը մի ծանոց եմ ստացել, անկեղծ ասած չգիտեի ում կողմից է, մինչև այսպես սպասեցի, որ տերը հայտնվի, դրա համար 2 օր է մեր տան է ու դեռ չեմ բացել այդ ծանոթը։ Այսօր որոշել եմ երեկոյան բացել։ Ուրեմն այստեղից գնում ենք տուն եւ բացելու ենք այդ փաթեթը, թե ինչ փաթեթ է, ինչ է մեջը, կիմանանք միասին բացելուց հետո։ Կարծում եմ շատերին կհետաքրքրի, ինձ որ արդեն շատ է հետաքրքիր, չնայած արդեն մոտավորապես հասկացա որտեղից է, ինչպես ասում են, քամին փչում, բայց ստույգ կբացենք, միգուցե բացիկ լինի մեջը, եթե չլինի, համոզված եմ, որ տերը կհայտնվի։ Ամեն դեպքում սիրելիներս համբերությամբ սպասում ենք։ Դե արդեն տեսնում եք, ես այգում եմ, արդեն մի քիչ ուշ եմ մտնում, որը շատ լավ է, եւ ձեզ հիմա մի շատ հետաքրքիր բան կասեմ այս այգու ծառերից մեկի մասին եւ ընդհանրապես տեղեկություն կհայտնեմ, կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի։ Դե ինչ, ծառերը տեսնենք եւ արդեն գնանք։ Ջորջ ջան, գիտեք, որ Լիլ քաղաքում կան շատ տարիքով մեծ ծառեր, բայց այս ծառը ամենամեծն է։ 150 տարեկան է այս ծառը, պատկերացնում եք, այս այգում շատ ծառեր կան մեծ տարիքով, բայց սա յուրահատուկ է։ Այս այգին գտնվում է հին քաղաքի տարածքում, դիմացի շենքն էլ քաղաքապետարանի լուսավորված գեղեցիկ շենքներ, եւ այստեղ մենք բազմից ենք եղել։ Բնության այս մի փոքրիկ գողտրիկ անկյունը մշտապես մեր այցելության վայրերից մեկն է նաեւ, բացի մաքուր շնչելուց, այստեղ մարդ թեթևանում է, հատկապես մի քիչ մեծ կտոր հատվածներում, անտառներում, որտեղ որ մարդը իրեն հարմոնիկ է զգում բնության հետ։ Ասում են, որ եթե նյարդայնացած ես, կարող ես գնալ անտառ, գրկել ծառին, վիշտդ պատմես ծառին, ինչպես նաև գոռաս, ճչաց եւ անմիջապես հանգստանում ես։ Չգիտեմ փորձել եք թե ոչ, բայց կա նման բան։ Եվ այս հրաշալի ծառի տարիքը, որ այդքան մեծ է, տեսքը կարծես հղի կնոջ տեսք լինի, տարբերվող է, յուրահատուկ է, ինչպես ցանկացած ծաղիկ բնության մեջ։ Ջան, ես արդեն տանն եմ եւ պատրաստվում եմ բացել ուրեմն իմ ծանրոցը։ Մեկ անգամ եւս կարդամ եւ համոզվեք, որ այն լիովին փակված է։ Ահա, ես արդեն իմացա ով էր, հետաքրքրվեցի, որ տվյալ անձը ով է, եւ արդեն ինձ համար պարզ է, որ ինքը ինձ է ուղարկել։ Ինչու է ուղարկել։ Ինչ շատ է սիրում ժողովուրդ ջան։ Շատ է սիրում ինձ, ուղարկել է, ես հիմա սիրով բացում եմ եւ տեսնենք իրականում ինչ է, անկեղծ եմ ասում, չնայած դե դուք ինձ արդեն գիտեք իմ բնավորությունը, իրականում չգիտեմ ինչ կլինի, որովհետեւ չգիտեի, որ ով է, սիրով Տիկին Ասիային, Արմ Անուշից հավաքածուի կողմից, ուրեմն ֆիրմա ասվածը, անվանումը Արմ Անուշ է, աղջկա անունը Անուշ է, հիմա մոտիկից դուք սա կտեսնեք եւ հիմա բացում ենք, տեսնենք ինչ է այստեղ թաքնված։ Այստեղ թաքնված են արծաթյա օղեր։ Ժողովուրդ ջան, ցույց տամ մոտիկից։ Մարգարիտներ։ Ես մարգարիտներ շատ եմ սիրում։ Հիմա կախեմ, իմ օղերը հանեմ եւ այս օղերը կախեմ, բայց մարգարիտներ ես սիրում եմ, հետաքրքիր է։ Որտեղից է չէ իմանում։ Անուշիկին փաստորեն տվյալը որ կարդացի, կարող եք ուրեմն գտնել Facebook-յան եւ Instagram-ային ալիքում, ես հղումները կթողնեմ, դուք կարող եք նայել եւ Ֆրանսիայում առաքումը անվճար է, Եվրոպայում վճարովի է, կարող եք գտնել իր էջերը, ուսումնասիրել, նայել տեսականի, համոզված եմ կհիանաք, տեսեք ինչքան սիրուն է,
Արծաթ է 925 պրոբի մարգարիտ է քարերով։ Իդեպ ես մարգարիտներ շատ եմ սիրում։ Սիրելի հետևորդներ, այս հրաշալի զարդի հեղինակը Ֆրանսիայում Լիոն քաղաքում ապրող մի երիտասարդ կին է, Անուշ է անունը, ով արդեն 4 տարի զբաղվում է արծաթյա զարդերի վաճառքով։ Իդեպ սա իրենց ընտանեկան բիզնեսն է, որը գործում է 10 տարի, վերջին 4 տարին Ֆրանսիայում։ Եվ ինչպես միշտ ասում են, որ լավություն արա ջուրը գցի, եւ սա հերթական բարությանս արդյունքն է, պատասխանն է ավելի ճիշտ։ Անուշը իմ Ֆրանսիայի հայր խմբից է, ով երբեմն տեղադրում է իր վաճառքի տեսականին, եւ հիմա ես այս տեսանյութի տակ կտեղադրեմ նրա Facebook-յան եւ Instagram-յան էջերի հղումները, դուք կարող եք մտնել, նայել, հավանել, կարծում եմ ամեն մեկի ճաշակով եւ ոճով զարդ կգտնվի։ Եվ արդեն ձևավոր տարբեր զարդերը կարող են ուշադրություն գրավել ցանկացած կնոջ։ Եվ այսպիսի մի հոգեբանական թեստի նման մի բան է, ապացույց, որ պարտադիր չէ, որ կանայք կրեն զարդեր, բայց ասում են, որ այն կանայք, ովքեր կրում են զարդեր, նրանք համարվում են հոգեպես հավասարակշռված կանայք։ Եթե համաձայն եք այս ամենի հետ, կարող եք գրել մեկնաբանությունում ձեր կարծիքը։ Անուշի հավաքածուի անունը Արմ Անուշ է եւ Ֆրանսիայում առաքումը անվճար է։ Կարող եք նայել տեսականին, եթե կհավանեք, պատվիրեք եւ ինքներդ ստացեք։ Այստեղ այցեքարտ է տեղավորված, որտեղ որ նաեւ հեռախոսահամար կա եւ ահա տեսեք, Ժորժ ջան, լավ երևում է հեռախոսահամարը եւ հասցեն էլեկտրոնային։ Դե կարդացեք ինքներդ։ Սիրով Տիկին Ասիային, Արմ Անուշ հավաքածուի կողմից։ Ուրեմն դուք կարող եք նայել եւ պատվիրել, սիրելիներս, զարդերը իրոք շատ կարեւոր դեր են խաղում կանանց կյանքում, այդպես չէ։ Այս էլ այսօրվա անակնկալը, այս էլ այսօրվա մի գեղեցիկ ժպիտ պարգևող անակնկալը։ Ես միշտ ասել եմ, էական չէ, թե քեզ ինչ են նվիրում, դե գիտեն, թե դու ինչի սիրահար ես, բնականաբար նվերները այդպես են ուղարկում, քո ճաշակով, որ դու սիրով կրես, դա հասկանալի է, բայց էականը նա է, որ քեզ նվիրում են, չէ, որ քեզ սիրում են, գնահատում են, որպես մարդ եւ նվիրում են, ոչ ոք չի ստիպում, չէ, նվերներ անելու համար։ Դե շնորհակալ եմ սիրելի Անուշ այս հրաշալի օղերի համար։ Դե գուշակեք ինչ եմ տապակել, չնայած տապակելը այդքան լավ չէր առողջ սննդակարգի համար, բայց ոչինչ։ Դդում, բրոկոլի, հավի կրծքամիս փոքր կտորներով, պղպեղ, այստեղ սունկ ունենք, սխտոր ունենք եւ վերջ, շատ համեղ է ստացվել, տապակել եմ ձիթապտղի յուղով եւ արդեն ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված հացը։ Բարի երեկո Ժողով ջան, որքան աշխատավարձ են ստանում բժիշկները Ֆրանսիայում, քանի որ ես ասել եմ, որ ցույցեր են անում եւ իմ հետևորդներից խնդրել են չափ իմանալ, ես չափերը կնշեմ, բայց այստեղ նշանակություն ունի, թե ինչ մասնագետ բժիշկ ես եւ որտեղ ես աշխատում, դա էլ կապ ունի։ Ասեմ միայն, որ հենց հիմնականում դժգոհողները դրանք ընտանեկան բժիշկ, այսպես ասեմ, թերապևտները մենք որ գնում ենք բժշկի, թերապևտի մոտ էինք, չէ՞ գնում։ Հիմա այստեղ այդ թերապևտի մոտ որ գնում ենք, թերապևտը նայում է, ստուգում է քո դժգոհությունը, ինչ որ ասում ես, ճնշումդ կչափի, ինչ բողոքներ ունես, ինքը շատ բանիմաց, այսպես սովորած է, կան այդպես ժեներալիստ են ասում բժիշկներ, ովքեր ունեն նաև կից նեղ մասնագիտություն, օրինակ կոնկրետ իմ բժիշկը
ինքը նաև գինեկոլոգիայից է բան հասկանում։ Այսինքն այսպես բժիշկները կան, որքան որ իրանց այդ որակը բարձր է, որքան որ իրենց փորձը շատ է, իրենց ստաժը շատ է, այսպես ասեմ փորձը, ստաժը շատ է, եւ իրենք ունեն ստաբիլ բուժառուներ, հետև չէ, իրենց մոտ գնացող գրանցված հիվանդներ, նրանց աշխատավարձը կարող է տատանվել 7000-ից 10000 ամսեկան։ Իսկ անփորձ բժիշկները, որ ավարտել են, արդեն գնում են էլի աշխատելու, նրանց աշխատավարձը կտատանի 4500-ից 7000 ամսեկան է այսպես։ Եվ արդեն կախված նրանից, թե բժիշկը ենթադրենք աշխատում է ծերանոցում կամ աշխատում է այնպիսի հիմնարկներում բյուջետային, որտեղ որ ինքը այդպես գործարքային չէ, էլի կախված հիվանդի թվից ու շատ ինչ-որ կետերից, նրա աշխատավարձը կարող է տատանվել 3000-ից մինչև արդեն 7000, 6000, այսինքն ըստ ստաժի բարձրանում է աշխատավարձը եւ ըստ կատարած աշխատանքի է բարձրանում եւ արդեն կախված հիվանդների քանակից է բարձրանում։ Կարճ ասած, վիճակագրական, միջին վիճակագրական տվյալները, ուրեմն եթե այսպես հաշվենք հենց թերապևտը, ստանում է 4.5-ից 7000, 7000-ից 10000, իսկ արդեն խիստ մասնագետները նրանք շատ բարձր աշխատավարձեր են ստանում, նրանց մեջ են վիրաբույժները, աչքի, նեղ մասնագետների մասին է խոսքը, նրանց աշխատավարձերը բարձր են։ Կախված թե ասենք հիվանդանոցում նրանք ինչ գործ են անում, էլի կարող է տարբեր լինել։ Դրա համար միանշանակ, որ կոնկրետ ասեմ, այսքան է ստանում այս բժիշկը, այդպես չեմ կարող, որովհետև դա տատանվում է։ Եվ բայց այդքանից ելնելով բժիշկները դժգոհում են, դե հիմա մաքուր աշխատավարձը իմ թված տվյալներն են, ամեն դեպքում երևի չի գոհացնում, բայց չմոռանանք, որ Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը, անունը SMIC է, 1426 եվրո է։ Դե համեմատեք նրանց աշխատավարձը, իսկ սովորական պետական աշխատողներինը էլի 1700, 1800, որ էլի շատ քիչ է Ֆրանսիայի համար։ Հաշվի առեք, որ այստեղ հիմնականում մարդիկ վարձով են ապրում։ Ավելի քիչ խումբն է իր սեփական տանը, չնայած հիմնականում էլ որ իրանց սեփական տուն ունեն, նրանք էլ հիպոթեքի գումարներ են վճարում ավելի էլի 1000, չէ, 1000 չէ, 2000 եւ ավելի։ Այնպես որ սա էլ աշխատավարձերի թիվը բժիշկների, մի խոսքով սիրելիներս, փաստը սա է, որ դժգոհության առիթ էր առաջացրել։ Փետրվարից փոփոխություններ եղան նաև Ֆրանսիայում, լույսը կեժանանա ավելի եւ լույսը էժանել էր, քանի որ մենք ինքներս լույս եւ գազ ունենք, մեր շենքը դա ունի, կոնկրետ մեր ջեռուցումը գազով է, գազօջախ է, ճաշը գազով են պատրաստում եւ արդեն մի որոշ ժամանակ էլ արդեն գիտեք, որ նույնիսկ տապակա կամ թխվածքներ հենց ներսում են պատրաստում, գազօջախի ջեռոցում եւ հետաքրքիրը նաեւ որ գազը շատ էլի կարծես թե թանկացել է, որովհետեւ մենք երբեք մի ամսվա համար այդքան շատ գազ չէինք մուծել։ Ինձ թվում է թանկացել է, չեմ նայել ստույգ տվյալ, չեն հայտնել իրանք ավելի ճիշտ, որ թե ես չեմ նայել, չեն բարձրաձայնել, քանի որ այստեղ էլի տարբեր ընկերություններ են, թե էներգիայի, թե գազի եւ ամեն մեկի մոտ այդ մեկնարկային գները տարբեր են։ Հիմա լույսը էժանանալու է նաեւ փետրվարից, նկատի ունեցեք ժողովուրդ ջան, լույսը մենք մի ամսվա համար 40 քանի եվրո ենք մուծել, իսկ գազը 150 եվրո, այսինքն մոտ 200 եվրո լույսի եւ գազի գումար։ Դե ջրինը առանձին է, դա իրենք ստանդարտ թիվ են վերցնում եւ տարվա վերջում արդեն բնակ բաժին, այսպես ասեմ, հաշվարկի անում, մենք ենք իրենց պարկ մնում, թե իրենք մեզ, բայց մշտապես մենք ենք պարկ մնում, ջուրն էլ է շատ գնում։ Սա էլ ուրեմն այդ փոփոխությունների մասին։ Դե արդեն անցած անգամ կարծեմ ասեցի, որ քարտերի վրայի գումարի տոկոսները ամեն ամիս տարվա մեջ մի քանի անգամ այդպես նվազում են եւ արդեն լիվրետայի վրա իջել է 1.5%, 1.5% է։
չգիտեմ ուրիշ բանկերում ոնց է, լավ փոստում այդպես է։ Եվ անցած էլի տեսանյութերում, երբ որ փոստ գնացինք, հիշում եք, միասին փոստ գնացինք, եւ ձեզ ասեցի, որ փոստային ծառայությունների արժեքն էլ է շատ թանկանալու, դա արդեն 26 թվին թանկացավ։ Այնպես որ թանկացումները անընդհատ լինում են։ Եվ այնտեղ ես այդ CPF-ի հետ կապված, որ մարդիկ աշխատում էին, այդ գումարներ կար, որ կուտակվում էր, իրենք գնում էին այդ գումարների հաշվին, ֆորմացիոններ էին անցնում, հիմա այդ բաները հանել են։ Այսինքն այն որ, այսպես ասեմ, ավելի պարզ լինի, որ անվճար կարելի էր դասընթացներ սովորել, հիմա դրանք սահմանափակում են, այդ մասին էլ էլի ասել եմ անցած տարվա իմ տեսանյութերում, չգիտեմ, հիշում եք թե չեք հիշում։ Մի խոսքով թանկացումներ, միակ պլյուսը, որ գազը ներողություն, լույսը պիտի էժանանա, դե լույսն էլ այդքան էլ թանկ չէր, որ էժանանա առանձնապես նկատել լինի։ Ովքեր բնականաբար լույսով են տաքացնում բնականը, նրանց համար արդեն դա շատ լավ նորություն է ու լավ տարբերակ է։ Սա էլ էս մասին։ Հիմա ես էլ ասեմ, ինձ հարց էին տվել, որ շուտով մեր պահքի օրերն են սկսվում, ինչ սատիկ, արդյոք ես պահելու եմ եւ ինչ ուտեստներ կարող եմ ներկայացնել։ Ուրեմն սիրելի հետևորդ, հարցին պատասխանեմ։ Ես չեմ կարող պահել, ովքեր առողջական խնդիրներ ունեն, նրանց չի թույլատրվում պահել պահք, ովքեր հղի են, ովքեր ինչ որ հարցեր ունեն, կերակրող մայրեր են, մի խոսքով շատ մարդիկ, ովքեր հիվանդ են, նրանք չեն պահում, էլի, անգամ մուսուլմանները ռամադանի ժամանակ չեն պահում։ Սպորտսմենները կան, որ չեն պահում, որովհետև նրանք չեն կարող հյուծվել։ Իսկ եթե մարդիկ առողջական խնդիրներ չունեն, ցանկություն ունեն պահելու, կարող են պահել։ Ես տարվա մեջ ամեն օր իմ սննդային այդ ռեժիմը պահում եմ։ Ես ինքս գուրման չեմ, ես ինքս որ կրամոլ չեմ, այսպես ասեմ, ես այն չափի մեջ եմ, ճիշտ է, ես ուտում եմ այս պայդրությամբ մսեղեն, այսինքն այնինչ այսպես կենթանական ծագում ունի, բայց դա չէ միայն կարևոր, ուտելը չի կարևորը, Ժորժ ջան, ձեր հոգեպես մաքրությունն է կարևոր, որ դուք այդ օրերի ընթացքում մաքրվեք եւ վատ խոսքեր չօգտագործեք, բարություն անեք, այդ ամենն է հարկավոր անել։ Թե չէ հաց ուտելով, չուտելով, պահելով, չպահելով, այդպես դուք չեք կարող, դուք կատարեք պատվիրաններ Աստծո եւ այդպես ձեզ հանգիստ կզգաք։ Իսկ ես մերթ ցույց կտամ բնականաբար իմ ուտեստներից մոտիվացնելու համար, թե ինչ կարելի է եփել։ Եվ արդեն ընթացիկ կարող եմ ասել, ես տեսանյութեր շատ ունեմ։ Կարող եք մտնել իմ ալիք Ժորժ ջան, առանց տատանվելու, նայել ալբոմներ ունեմ, որտեղ ջոկված թե աղցաններ, թե ուտեստներ, որտեղ հենց բուսականն է միայն ներկայացված, այդպես նայեք, մոտիվացվեք, այդպես պատրաստեք։ Այսքան այս բանի համար կար տեսանյութ կդնեմ եւ դրանով երևի թե կավարտվի այսօրվա տեսանյութը, թե ինչ ձյուն է եկել Ռուսաստանում եւ հատկապես Նիժնի Նովգորոդում, որտեղ քույրս է բնակվում եւ ինքը ինձ տեսանյութեր ուղարկել, ես դա կտեղադրեմ, տեսեք թե ինչքան շատ ձյուն է։ 50 տարվա մեջ առաջին դեպքն է, մեկ էլ 50 տարի առաջ է այսպես եղել, որ շատ ձնառատ է եղել։ Դե այս տարի Հայաստանում էլ էլի ձյուն եկավ, ցուրտ տարեց, տարին սրտոտ էր, ասկով այս բանի համար այսքանը, դե արդեն մոնտաժելիս կտեսնեմ։ Իդեպ շատ հետաքրքիր պատմություն ունեմ, պիտի մոնտաժեմ, Արև ջան, հատուկ քեզ համար եմ ասում, եթե լսում ես։ Ուղղակի ուզում եմ խանութ գնալ, դու արդեն գիտես ինչի մասին է, սիրում նկարեմ, դա էլ ցույց տամ։ Ժամանակ չեմ գտնում սիրելիներս, էլի դե խառնված եմ նաև վերանորոգման այդ գործերը պիտի շարունակենք, խանութներ պիտի գնանք, նույնիսկ այդ շինարարական նյութերն առնենք, դեռ ժամանակ չեն գտնում գնալու։ Այսքան բան այս բանի համար սիրելիներս, կհանդիպենք, չտխրեք։ Առայժմ բարի երեկո բոլորին սիրելիներս, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես էլ եմ լավ, եկել եմ տուն, հիմա ընթրիքի ժամն է, տաքացնում եմ եւ ուզում եմ ձեզ մոտիվացնել, թե այսօր ինչ եփել, քանի որ դա շատ մեծ խնդրեմ է, շատ կանանց համար, չէ՞։ Ամենօրյա այդ գործը ճիշտ է կատարում ենք սիրով, բայց պիտի նաև պատվով դուրս գան, չէ՞, այդտեղ պիտի զանազան ուտելիքներ պատրաստենք։ Դե այսօրվա համար ձեզ մոտիվացնում եմ, թե ինչ եմ պատրաստել։ Բրնձով փլավ եմ պատրաստել եւ սալմոն ձուկ եմ եփել։
Բրոկոլի եմ մի թեթև խաշել, որը որպես բանջարեղեն այդպես խաշած կմատուցեմ։ Ուրեմն բանջարեղեն կա բրինձ, էլի որ շատ կարևոր է, ափսեի մեջ առողջ սննդակարգի համար եմ ասում, եւ իհարկե ձուկը շատ լավ է։ Դե այս բանի համար այսքանը, դուք լավ մոտիվացվեք, գնացեք պատրաստեք, եթե դիտում եք տեսանյութը երեկոյան, ուրեմն վաղը պատրաստեք, եթե ցերեկ է, ուրեմն բան էլ դա պատրաստեք։ Իսկ ես արդեն լցնեմ ափսեի մեջ եւ ճաշենք։ Կմիանամ ձեզ մի որոշ ժամանակ անց։ Առայժմ Ահա, տեսեք, սիրելիներս, ուրեմն սխտոր եմ տապակել գազարի հետ միասին եւ ավելացրել եմ բրինձը նախորդ եփել է եւ մի փոքր էլ ավելացրել եմ քարի, շատ համեղ է նման ձևով ստացվում բրինձով փլավը, դա արդեն ձուկը եւ բրոկոլին, բարի ախորժակ մեզ եւ ձեզ։ Տեսանյութս ավարտում եմ այս հրաշալի հեքիաթային պատկերներով, իրոք ձյունը ռոմանտիկ է, չնայած շատ ձյուն է եկել, ինքներդ եք տեսնում, բայց դե սա էլ կանցնի, այս հրաշալի, գեղեցիկ տեսքը մարդուն ստիպում է անեանալ իրական կյանքից եւ ապրել ինչքան որ հնարավոր է շատ այս երկրագնդի վրա, տեսեք ինչքան ցուրտ է որ ճռճռում է ձյունը ոտքերի տակ։